անկեղծ ասեմ, ես ինքս առաջի այդ խուզարկության ժամանակ, երբ մեր տունը հոկտեմբերի 15-ին մտան մեր տուն, այնտեղ ասենք շատ արգալից էին վարվում, բայց փառք Աստծո վերջի անգամ որ քննչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի եւ ի պատիվ Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջը, վերջի անգամ քննչականում իմ հետ անհարգալից չեն վարվել եւ ինձ խոշտանգման չեն ենթարկել։ Ինչպես են վարվում հոգեվորականների հետ, որ ասացիք վատ են վարվում Միքայել Սրբազանի հետ ֆիզիկական։ Ասենք, անկեղծ ասեմ, որ մեր տոնը խուզարկության են մտել, կներեք, նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում։ Ինձ առանց դատարանի ծանուցման բերման են ենթարկվել, ես այդ առավոտյա երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղղակի հրավիրել են, այնտեղ ամբողջ ընթացքում առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել, այնտեղ քննչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, էլ ասենք ճշման եւ շաքարի Բայց կարիք ունեիք։ Այո, կարիք ունեի, ավել ասեմ փոքր երեխաս մենք գիտենք քնած էր, բայց վերմակով ծածկված է եղել երեխան եւ այդ ամբողջ նաեւ անհարգալից զբաղվածքը իմ ընտանիքիս անդամ Դիմակավորված մտել էին։ Չէ առանց դիմակի, բայց ասենք ոչ կոռեկտ զբաղվածքով Ոտավորապես ինձ ձայներդ կտրեք, հարց կտամ կպատասխանեք, չեք տա չեմ պատասխանի եւ այո, իմ անձնական կաշվի վրա ստացել եմ, նրանց հետ վարվածի հետ կապված տեղեկություններ չունեմ, չեմ կարող փաստել, բայց կարծում եմ տարբեր չի եղել։